Միանգամից անցնեմ ուրեմն թեմային եւ այստեղ մենք պետք է ներկայացնենք թե պատմության իմաստը որպես այդպիսին ինչ է իրենից ենթադրում, այն ինչպես է ուրեմն կազմակերպվում եւ որքանով է ընդհանրապես իմանալ պատմությունը կամ պատմության կարևորությունը։ Հարկավ այս պարզ հարցին պատասխանելը այդքան հեշտ գործ չէ, մանավանդ երբ որ մենք հետահայաց նայում ենք անցյալում այս նույն հարցադրման պատասխաներին կամ պատասխաների համատեքստում եւ տեսնում ենք ինչպիսի բուռն վեճեր են եղել եւ այդ վեճերի արդյունքում է ի վերջո պատմությունը ձևավորվել իբրև ուրեմն գիտություն։ Թեման որպեսի ավելի հասկանալի լինի թե ինչ խնդիրների շրջանակներում եմ կազմակերպել, ես այստեղ ներկայացրել եմ 4 հիմնական կետերով՝ պատմություն եւ առասպել, պատմություն եւ հիշողություն, պատմություն իբրև գիտություն եւ իհարկե արդեն պատմական ժամանակ եւ պատմության իմաստ հասկացությունների շրջանակներում էլ ամփոփում եմ իրողությունը։ Բայց մինչ բուն թեմային անդրադառնալ եւ պատմության իմաստը հասկանալը նպատակահարմար գտա մի այսպիսի ձևակերպումով սկսել։ Ձեզ քաջ հայտնի քաղաքական հայտնի նաև գործիչ ու նաև բազմիցս քննադատված Ադոլֆ Հիտլերի այս ձևակերպման, որը նա դեռևս 1939 թվականի օգոստոսի ուրեմն 22-ին հնչեցրել է եւ տեսնում եք իր հնչեցրած այս խոսքը նաև մեզ է առնչակցվում. մի վախեցեք պատմության դատից, ով է այսօր հիշում հայերի կոտորածը։ Խիստ արդիական ուրեմն ձևակերպում, մանավանդ երբ որ մենք տեսնում ենք, որ հայոց ցեղասպանությունը չդատապարտվելու արդյունքում հենց հանգեցրեց մեկ այլ ցեղասպանության եւ հաջորդիվ նաեւ այլ ցեղասպանությունների իրականացման թողտվությանը, հենց թեկուզ հրեական ցեղասպանությունը հենց նույն Հիտլերի գործողությամբ եւ Հիտլերը կարծեք թե ցեղասպանությունը իրականացրեց հենց այսպիսի հնարավորությունից օգտվելու ուրեմն թողտվությունը նկատի ունենալով եւ այս ձևակերպման մեջ երկու հասկացություն կա, որը ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ, դրանցից առաջինը հենց պատմության դատ ասվածն է եւ երկրորդը հիշելու իրողությունը։ Ինչպես տեսնում եք, այս երկու հասկացությունները խիստ ողջակապված են եւ փաստորեն հիշողությունը որպես այդպիսին ինքը այդուամենայնիվ կարող է պատմության դատին ու դատաստանին նաեւ հանգեցնել։ Մի խոսքով, այստեղից ուրեմն հիշողության եւ պատմության առնչակցությունը դուրս բերելու համար բնականաբար անմիջապես մենք կհիշենք մեր պատմության առարկայի ուրեմն հովանավորյալ Աստվածուհուն կամ մուսաներից մեկին Կլիոյի դեպքին եւ տեսնում եք նա ուրեմն Կլիոն որպես պատմության հովանավորյալ մուսա ինքը նաեւ երևի թե գիտեք առասպելաբանությունից, հունական առասպելաբանությունից նա նաեւ հիշողության Աստվածուհու դուստրերից մեկն էր։ Այս կապակցությունը արդեն իսկ շատ կարևոր եւ ուրեմն նշանակալի իրողություն է։ Հիմի ինչու եմ ես կարևորում Կլիոյի հիշատակումը հենց այս համատեքստում, որպեսզի ցույց տանք հիշողությունից դեպի պատմություն գնալու ընթացքը, որովհետև շատերի մոտ այնպիսի տպավորություն կա, նույնիսկ մեր օրերում, որ հիշողությունը բավական է պատմություն դառնալու համար, բայց մենք այսօրվա բանախոսության ընթացքում կտեսնենք, որ հիշողությունը պետք է դեռևս դառնա պատմություն։ Հիշողությունից մինչև պատմություն բավականին մեծ տարածություն կա ընկած եւ դա դեռևս շարունակվող վիճաբանություններով ընթացող process է։ Եվ մյուս կողմից պատմության մյուս շատ կարևոր չափումներից մեկի վրա պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ փոփոխականության ասվածը եւ փոփոխականության համատեքստում իմաստավորման եւս փոփոխականությունը կա փոփոխությունները, կա իմաստը, բայց փոփոխություններով իմաստը եւս վերաիմաստավորվում է։ Հենց այս առումով վերցրել եմ նույն Կլիոյի տարբեր ժամանակներում արված պատկերագրությունը, ինչպես տեսնում եք այս քանդակում, որը մեր թվարկությունից առաջ երկրորդ դարի թվագրումն ունի, Կլիոն պատկերված է ուրեմն մագաղաթե կամ ուրեմն երբեմն պապիրուսե գլանակով, գլանաձև գրքի ուրեմն պատկերագրությամբ եւ որն արդեն իսկ խորհրդանշում է նրա առնչակցությունը գիրն ու գրականությանը։
Հաջորդիվ այս նույն պատկերագրության մեջ տեսեք արդեն փոխվում է մի կողմում, ձախ կողմում տեսնում եք հռոմեական արդեն քանդակի պատկերագրումը, որտեղ նա իր աջ ձեռքում ունի նաև շեփորի, ուրեմն արկայությունն է, ձախ ձեռքում կրկին գալարաձև ուրեմն գրքերն են եւ ինչով է սա հետաքրքիր, որ այստեղ արդեն շեփորելու, փաստորեն ի հայտ բերելու հասկացությունը նաև հավելվում։ Հունական ըմբռնումից զատ հռոմեական իրականության մեջ փաստորեն պատմությունը հանձին Կլիոյի ուրեմն վերաարժևորման է ենթարկվում։ Աջ անկյունում տեսնում եք արդեն 16-17-րդ դարերում թվագրվող մեկ այլ ուրեմն պատկերագրության փորագրանկարի, որտեղ Կլիոն արդեն ձեռքին ունի փետուրե ուրեմն գրիչ եւ ինչպես նաեւ տպագրական գրքերի արկայություն։ Սա խոսում է ժամանակի ընթացքում նաեւ Կլիոյի վերաբերյալ մեկ այլ տարբերվող ուրեմն մոտեցման մասին։ Մյուս պատկերման մեջ արդեն գալիս ենք ավելի նոր ժամանակներ, ամերիկյան իրականություն, որտեղ ինչպես տեսնում եք, Կլիոյի ձեռքին այլևս գիրք է եւ միևնույն ժամանակ ներքևում արդեն ժամացույցն է, ժամացույցի արկայությունը։ Սա ինչով է հետաքրքիր, որ եթե համեմատենք հունական ուրեմն նույն քանդակներին, կտեսնենք, որ այնտեղ հունական իրականության մեջ այս մեխանիկական ժամացույցի փոխարեն ջրային ժամացույցը կար եւ ահա տեսնում եք ժամանակի ոգին եւս արտահայտվում է այս պատկերացումների ուրեմն վրա։ Եվ վերջապես մեկ պատկերել գերմանական իրականությունից 1871 թվականին թվագրվող ուրեմն արձանը, արդեն իսկ ձեզ պետք է հուշի 1871 թվականը գերմանական իրականության համար ինչպիսի նշանակալի իրադարձություն էր եւ տեսնում եք Կլիոն ծնկով ուրեմն ծունկը դրել է ուրեմն ռազմիկի հագու կապի ուրեմն վրա եւ սա էլ ուրեմն նշանակում է արդեն գերմանական իրականության մեջ պատմության արժևորման իրողությունը եւ ռազմական հաղթանակն ու փառքը այս 1871 թվականին, որ արձանագրվել էր գերմանացիների կողմից, թերևս նրանք վերագրում են պատմությանը։ Եվ տեսնում ենք, որ պատմության ըմբռնումը տարբեր ժամանակներում տարբեր է եւ հետեւաբար այս տարբերությունը պետք է մենք անպայման նկատի ունենանք։ Եվ կրկին վերադառնում ենք հիշողության հասկացությանը։ Ինչու՞։ Որովհետև պարզվում է, որ ժամանակին հիշողության գերակայմամբ պատմությունը որպես գիտություն հնարավորություն չունեցավ կայանալ եւ պատմության իբրև գիտություն կայանալու հարցում ամենամեծ հարվածը այս դեպքում իրականացվել է ուրեմն Ռենե Դեկարտի կողմից։ Ռենե Դեկարտը, գիտեք, հանրահայտ փիլիսոփա է 17-րդ դարի ուրեմն հայտնի կերպարներից եւ որը իր մետաֆիզիկական աստվածաբանական տեքստերով մեծ ներդրում ունեցավ գիտության մեջ։ Այս դեպքում խնդիրը հետեւյալն էր։ Ռենե Դեկարտի փիլիսոփայության մեջ գնալով ավելի ակտիվանում էր բնագիտության կարևորումը եւ բնագիտական խնդիրները կարծեք թե հնարավորություն էին ստանում շրջանցել պատմության հիմնախնդիրները եւ պատմությունը հայտնվում էր երկրորդական պլանում։ Ինչու՞։ Որովհետեւ դեռևս Դեկարտից առաջ Ֆրենսիս Բեքոնը, մեկ ուրիշ ուրեմն հայտնի փիլիսոփա, ինքը մարդկային գիտելիքների քարտեզը բաժանել էր 3 հիմնական չափումների, ուրեմն այս 3 հիմնական չափումների մեջ կար պատմությունը, որին համապատասխանում էր հիշողությունը։ Պատմությունը եւ հիշողությունը այս դեպքում նույնականանում էին։ Նույն գործողությունը տեսնում ենք իրականացրել է Դեկարտը, երբ որ պատմությունը եւ հիշողությունը նույնականանում են։ Թեպետ ինքը այս գիտելիքների քարտեզին հավելեց նաեւ 4-րդ չափում աստվածաբանությունը, բայց այդուամենայնիվ նա շարունակում էր մեծ տեղ տալ փիլիսոփայությանը, 3-րդ չափմանը։ Առաջին չափումը դա պոեզիան էր, որին հատուկ էր երևակայությունը, երկրորդը պատմություն էր, որին հատուկ էր հիշողությունը, երրորդը փիլիսոփայությունն էր, որին համապատասխանում էր բանականությունը։ Ինչպես տեսնում եք, արդեն իսկ փիլիսոփայությանը ստորադասված է պատմությունը։ Եվ այս համատեքստում նա փորձեց ուրեմն ժխտել պատմությունը իբրև գիտություն եւ կարծեք թե շատ հիմնավոր էր ժխտումը, որովհետեւ նա լուրջ փաստարկներ էր բերում պատմության իբրև գիտություն չլինելու
առումով եւ այս առումով իր տեքստերից մեկում նա հիմնական 4 նկարտառումներ էր առանձնացնում, որոնցով փորձում էր հերքել պատմությունը իբրև գիտություն եւ ընդհանրապես պատմության անհրաժեշտությունը, հետեւաբար պատմությունը համարելով անիմաստ, ուրեմն իրողություն, որի վրա մարդիկ ուղղակի ժամանակ են վատնում։ Առաջինը դա պատմություն իբրև փախուստ իրականությունից։ Նա բազմաթիվ տեքստերի հղում անելով ցույց էր տալիս, որ ըստ էության պատմիչները տվյալ դեպքում բազմիցս իրենց իրականությունից խուսափել են, փաստորեն խորամուխ լինելով անցյալում կատարված իրադարձությունների մեջ, անտեսում են կամ խորհրդանում ու տարանում են իրենց ժամանակների իրականությունից։ Սա հետաքրքիր մեղադրանք է եւ կարեւոր նաեւ մեղադրանք, որովհետեւ տեսեք պատմության համար, պատմության իբրև գիտության կայացման համար, որքան էլ տարօրինակ է, խիստ կարեւոր է պատմության ժխտման ձևակերպումը, որովհետեւ ցանկացած ժխտում հաջորդիվ կարող է դառնալ պատմության հաստատագրման ուղին կամ ուղենիշ ցուցումը։ Տվյալ դեպքում փաստորեն Ռենե Դեկարտը կանխատեսում էր ներկայի խնդիրը, ներկան իբրև կարևոր իրողություն եւ ներկայից ելնելով փաստորեն մենք կարող ենք ուրեմն մեր ճանապարհորդությունը կազմակերպել անցյալում, բայց եւ չխորհրդանալով ներկային։ Հաջորդիվ նաեւ անցյալը խորտ չներկայացնելով, որովհետեւ այստեղ մենք մյուս գործողության վտանգին կարող ենք հանդիպել, որովհետեւ կարող ես քննարկել դիցուկ Վարդանանց պատերազմը եւ դա քննարկես կրկին դիցուկ Արցախյան պատերազմի ոգուց ելնելով։ Դրանք տարբեր ժամանակներ են, տարբեր խնդիրներ են եւ տարբեր իմաստավորումներ ենթադրող իրողություններ են։ Հետեւաբար պատմաբան այսպիսի դեպքերում պետք է զգույշ լինի։ Իհարկե Դեկարտը դա չէր կարող նկատել, քանի որ նա ժխտողական էր վերաբերվում։ Հաջորդ ոչ պակաս էլի ջախջախիչ հարվածներից պատմական կասկածամտության խնդիրներ, որովհետև նա այդուամենայնիվ պնդում էր, որ եթե պատմությունը դա հիշողություն է, եւ եթե մենք գրում ենք պատմությունը այն, ինչը հիշում ենք, հետեւաբար մենք չենք հիշում այն, ինչպիսին որ եղել է։ Հետեւաբար այն, ինչ մենք գրում ենք, կիսատ ճշմարտություն է եւ այն անպետք է։ Սա շատ հետաքրքիր ձևակերպում է, բայց հաջորդիվ հարց է գալիս չափորոշիչի խնդիրը։ Այսինքն Դեկարտը, երբ որ պատմական կասկածամտությունը որպես այդպիսին ինքը ձևակերպում էր, ուրեմն ուներ, չէ, կարող էր ունենալ մի չափորոշիչ, որից ելնելով կարող էր ասել, որ սա ճիշտ է, սա կեղծ է։ Սա եւս իր չնկատած կողմերից մեկն էր, որը հաջորդիվ կնկատեն եւ կզարգացնեն։ Երրորդը ամենաարդիական ուրեմն ժխտումներ, որը մեր օրերում էլ խիստ կարևոր է, պատմության օգտապաշտական գաղափարն է։ Մենք այսօր էլ բազմիցս կարող ենք հանդիպել ինչ օգուտ պատմությունից, ինչ օգուտ պատմաբաններից, չէ՞, մանավանդ որ քաղաքական ձախողումներից անմիջապես հետո քաղաքական գործիչները թե հայկական իրականության մեջ, թե համաշխարհային իրականության մեջ կապ չունի, քաղաքական գործիչներն իրենց ձախողումներից անմիջապես հետո մեղադրանքը ներկայացնում են պատմաբաններին եւ պատմությանը, մեղադրելով պատմության, որ իրենց խաբել է։ Բայց իմի տեսնենք այդ օգտապաշտական իրողությունը իրենից ինչ է ենթադրում եւ այս օգտապաշտական համատեքստում, քանի որ Դեկարտը ասում էր, եթե մենք չենք գրում իրականություն այնպիսին, ինչպիսին որ եղել է, հետեւաբար նա ուրեմն անպետք է նաեւ ապագա գործողությունների համար ինչ խոսք կարող է լինել ուրեմն պատմությունից դասեր քաղելու մասին։ Բայց այստեղ այդուամենայնիվ կրկին խնդիր կա ճշմարտության որոնման խնդիրը։ Ինչու եմ սա հատուկ շեշտում, որովհետև Դեկարտը այդուամենայնիվ հումանիտար գիտությունների բնագավառում չէր գիտակցում ճանաչողությունն իբրև գործընթաց դիտարկելու իրողությունը։ Ուղղակի չէր ճանաչում։ Բայց երբ որ մենք ճշմարտությունը եւս գործընթաց ենք դիտարկում, իրավիճակը կտրուկ փոխվում է եւ մենք կտեսնենք, որ Դեկարտյան սխալները հիմնականում պայմանավորված են այսպիսի, ուրեմն սխալ ըմբռնումից կամ հումանիտար գիտակարգը բնական գիտությունների համատեքստից դիտարկելու արդյունքում է սա լինում։ Եվ վերջապես պատմությունն իբրև երևակայական խաղերի ոլորտ, իհարկե սա եւս ժամանակին անպատասխան մնացող հարցերից էր իր ժամանակներում, բայց այդուամենայնիվ այս կետով չափազանց կարևոր առաջընթացային քայլ կատարվեց պատմագիտության կայացման համար, որովհետև հաջորդիվ պատմաբանները այս հերքումներին
պատասխանել ստիպված լինելու դեպքում իրենք արդեն իսկ տեսնում են, որ մոտենում են պատմական քննադատության կռահմանը, սկզբնաղբյուրների քննադատության ուրեմն միջոցով վերականգնել պատմական ճշմարտությունը։ Այս հիմնական ուրեմն դիտարկումներով, որ մենք մոտենում ենք խնդրին, թվում է թե Դեկարտը հերքեց, ոչնչացրեց պատմությունը։ Իր ժամանակներում այո, հերքեց եւ ոչնչացրեց եւ դա է պատճառը, որ պատմություն իբրև գիտություն չկայացավ այս ժամանակաշրջանում։ Պատմությունը իբրև գիտություն կայացավ արդեն հաջորդ ուրեմն ժամանակների փուլում։ Եվ ճուշացավ նաև Դեկարտյան ուրեմն հերքումները։ Դեկարտյան հերքումների իրողության մեջ չափազանց կարևոր էր Ջանբատիստա Վիկոյի հերքումը, իտալացի մի պատմաբան, որը փաստորեն կարողացավ Դեկարտին ոչ միայն հերքել, այլ նաև որոշակիորեն ուրվագծել պատմության իբրև գիտության կայացման իրողությունը։ Ամենակարևոր, որ այս դեպքում Ջանբատիստա Վիկոն նկատեց եւ արձանագրեց, դա պատմական ուրեմն մեթոդի ձևակերպման խնդրին մոտենալն էր։ Եվ թվում է, թե նա պետք է Դեկարտյան այս հերքումներին անդրադարձ կատարելու համատեքստում կասկածի տակ դնի հենց Դեկարտի կողմից չափազանցված մաթեմատիկական ճանաչողությունը, որովհետև Դեկարտը ամենայն ճշմարտության հիմքում դնում էր մաթեմատիկական ճանաչողությունը։ Մաթեմատիկական ճանաչողությամբ է հնարավոր հասնել ճշմարտությանը։ Մինչդեռ Ջանբատիստա Վիկոն գնաց հակառակ մոտեցմամբ։ Նա չհերքեց մաթեմատիկական ճանաչողության կարևորությունը, բայց հերքեց դա միակ ճշմարտության միակ չափանիշ վերցնելը, որովհետև նա հստակ ձևակերպում էր տալիս, որ եթե շատ կներեք, քանի որ ինչ որ մասնակից բանի էկրանի վրա մի քիչ նկարել են, ինչ որ նորից անեմ։ Եղել, հա, խնդրում եմ մի հատ անջատեք մի հատ էլ միացրեք, էլի շնորհակալություն։ Ոչ մի խնդիր, դա նորմալ է։ Պատմության մեջ այսպիսի աղավաղումներ, այդպիսի զիգզագներ շատ կան։ Դրա համար ես թողեցի, որ այդպես հանգիստ մնա։ Լավ։ Շնորհակալություն։ Ուրեմն մենք գալիս ենք ուրեմն ճշմարտության չափանիշի հասկացմանը եւ տեսնում ենք, որ Ջանբատիստա Վիկոն այսպիսի հարցադրումներով արդեն իսկ լուրջ քայլ իրականացրեց եւ մանավանդ որ երբ որ նա անդրադառնում էր Դեկարտյան այն ձևակերպմանը, որ իբր թե ճշմարտությունն է, այնքանով է ճշմարտություն, որքանով այն ավելի հստակ է ձևակերպված։ Ջանբատիստա Վիկոն ճշմարտության նման ձևակերպումը համարեց զուտ հոգեբանական իրողություն եւ հավատքի խնդիր եւ համարեց ոչ ուրեմն ճշմարիտ։ Սա հենց այն կարևոր իրողությունն էր, որից հաջորդիվ նա պետք է բխեցնի արդեն իր մոտեցումները եւ շատ հետաքրքիր այս առումով նաեւ Ջանբատիստա Վիկոյի ձևակերպումներից մեկը, համաձայն որի մարդկային հասարակության կառույցը ստեղծվել է մարդու կողմից ոչնչից եւ հենց դրա համար էլ նրա յուրաքանչյուր տարր լիովին ճանաչելի է մարդկային ոգու կողմից։ Այսինքն, սա նշանակում էր, որ Դեկարտը, որը հերքում էր անցյալի ճանաչումը, սա ուրեմն այս ձևակերպմամբ արդեն իսկ Ջանբատիստա Վիկոն դարձրեց հենց էլ ճանաչելու։ Ինչի, որովհետև այդ ամենը մարդու կողմից են ստեղծված։ Եվ եթե մարդու կողմից են ստեղծված, ուրեմն մարդը ի վիճակի է հասկանալ դա։ Եվ որպես օրինակ հապացույց իր այս ուրեմն ձևակերպումների նա դիմեց իրավունքի եւ լեզվի պատմությանը եւ իրավունքի ու լեզվի պատմության օրինակներով նա ցույց տվեց, որ պատմական գիտելիք, պատմական ճանաչողությունը եւս ի վիճակի է նույնքան ճշգրտության հասնել, որքան մաթեմատիկական իրականության մեջ եւ հետեւաբար մարդիկ այսպիսի ուրեմն իրողություններից ելնելով կարող են մտածականորեն վերականգնել անցյալը։ Հարկավ անցյալը բացարձակ ճշգրտությամբ հնարավոր չէ վերականգնել, բայց իր կարևորագույն ռիթմերի մեջ այդուամենայնիվ հնարավոր է վերականգնել եւ որն է հետաքրքիր։ Այստեղ նա փաստորեն Վիկոն ցույց տվեց, որ օրինակի համար պատմական կասկածամատություն ասվածը պատմության պարագային ինչ որտեղ նաև հակասության մեջ կարող է հայտնվել ի տարբերություն բնական գիտությունների։ Ինչու՞, որովհետև Վիկոն ասում էր, որ անիմաստ է ասել, որ իտալերեն լեզուն գոյություն ունի թե չունի։ Այսինքն ես կասկածում եմ իտալերեն լեզուն գոյություն ունի թե չունի։ Չէ՞ որ իտալերեն լեզուն շատ է լավ գոյություն ունի։ Եվ ավելի, նա իտալերեն լեզվի
ուրեմն որոշ բարերի հիման վրա փորձեց ցույց տալ, թե ինչպես որոշ հասկացություններ տարբեր ժամանակներում, տարբեր ուրեմն իրավիճակներում են եղել եւ տարբեր իմաստներ են նշանակել, իսկ արդի իր ժամանակի, այսինքն իտալերենի մեջ դրանք ուրիշ ուրեմն իրավիճակում են հայտնվել եւ ունեն իմաստաբանական այլ շերտեր եւ հետեւաբար քննելով ընդամենը մի բառի պատմությունը կարելի է եւս պատմության անցյալի վերաբերյալ մեծ քանակությամբ տեղեկատվություն հավաքել, ավելի տեղեկատվություն, քան նույնիսկ այդ սկզբնաղբյուրներն են ժամանակին ուրեմն ուզեցել հաղորդել մարդկանց։ Եվ այս անիմաստության օրինակ, այսինքն կասկածը այստեղ անիմաստ համարելու իրողությունը նաև քննարկում է բարքերի եւ սովորույթների օրինակներով։ Եվ այսպիսով փաստորեն Ջանբատիստա Վիկոն կարողացավ ինչ որ չափով հերքել Դեկարտյան այս հայեցակարգը եւ հետագայում արդեն Վիկոյի այս կատարած իրողությունների հիման վրա, ինչպես նաեւ արդեն անգլիական հակակարտեզիական դիտարկումների հիման վրա պետք է ձևավորվի աստիճանաբար պատմագիտությունը, բայց դա տևական, այնուամենայնիվ տևական ժամանակաշրջան պետք է ուրեմն անցներ։ Այստեղ պետք է կարևորենք նաև Վիկոյի կողմից ձևակերպված մեկ ուրիշ իրողություն, որ պատմական անցյալը ըմբռնելու համար շատ կարևոր իրողություն է եւ ըստ նրա փաստորեն պատմական գիտելիքը վկայությունների վրա հիմնված բանականորեն որոշարկված համոզմունքների համակարգ է։ Բանականորեն որոշարկված, որովհետև այն ինչը դեռևս մենք չենք կարող հերքել, դա արդեն մնում է ճշմարտության սահմաններում։ Հենց այստեղ մենք այս ձևակերպման մեջ արդեն իսկ տեսնում ենք բնական գիտության եւ հումանիտար գիտության նաեւ տարբերությունը, որոնց մասին մենք քննարկենք հաջորդիվ արդեն 19-րդ դարի վերջին ուրեմն իրականության վերջերին ընկած ժամանակահատվածում։ Բայց մինչ այդ ասեմ, որ մինչ 19-րդ դարը, արդեն 19-րդ դարի սկզբին 1800-ական 20-ական կոնկրետ թվականներին վերջապես պատմությունը իբրև գիտություն ձևավորվեց։ Դա գերմանական դպրոցի շնորհիվ էր, գերմանական ավելի շուտ պատմական կոչված դպրոցի, որի հիմնադիրն էր Լեոպոլդ ֆոն Ռանկեն, բայց որը պատմությունը ձևակերպեց, պատմագիտությունը կայացրեց պոզիտիվիզմի, դրապաշտության համատեքստում։ Ինչ էր սա իրենից ենթադրում, որ կրկին պատմագիտության մեջ կարևորվում էին բնական գիտությունների ձեռքբերումները, ավելին բնական գիտությունների ձեռքբերումները, բանաձևումները պարտադրվում էին պատմական հումանիտար գիտություններին եւ որի պատճառով արդեն իսկ 19-րդ դարի վերջին ակնհայտ էր պատմագիտության ուրեմն փակուղում հայտնվելը եւ պատմագիտությունը կարիք ուներ իր հասկացությունների վերանայման, վերաթարմացման, որովհետև դրանք այլևս կարծեք թե չէին աշխատում իրականության հետ։ Ընդհակառակը իրականությունը նրանք քողարկում էին, խանգարում էին հասկանալ իրականությունը։ Օրինակի համար պոզիտիվիզմը չափազանց կարևորում էր պատմական փաստ ասվածը։ Պատմական փաստը դիտարկելով իբրև այնպիսի մի փաստ, ինչպիսին է բնագիտական փաստը, որ 2 գումարած 2 հավասար է 4։ Մինչդեռ հումանիտար գիտությունների մեջ այո այդ 4-ը, այո այդ 2-ների առկայությունը կան, բայց արդյունքը 4-ը որպես այդպիսին հնարավոր չի մեկ բառով ձևակերպել, մեկ սահմաններում ձևակերպել։ Դրա վառ օրինակներից է, ինչպես շատերը միշտ այս օրինակը բերում են, 2 կիլոգրամ այլուրին գումարած 2 կիլոգրամ գաճ, կստանանք 4 կիլոգրամ ինչ որ խառնուրդ։ Պատմաբանը հենց պատմությունը հենց այդպիսի խառնուրդի հետ գործ ունի եւ այդքան էլ հեշտ չէ, ինչպես բնագիտության մեջ ուրեմն կամ բնագիտական մեթոդներով ենթադրել էր։ Մի խոսքով պատմագիտությունը այս ժամանակ հայտնվել էր լուրջ փակուղում, կրկին պատմություն իբրև գիտություն կասկածի տակ էր վերցված եւ կրկին կարծեք թե պետք է պատմաբանները հրաժեշտ տային իրենց մասնագիտությանը։ Բայց հայտնվեցին նաեւ այս ձևակերպումներին հակազդեցություններ, որոնց շնորհիվ պատմությունը կրկին ռիթմավորվեց եւ կրկին վերադարձավ գիտակարգերի ուրեմն շրջանակ։ Դրանցից առանձին կարող ենք դիտարկել մի քանիսը, իհարկե հակազդեցությունը բազմաթիվ ուղղություններով է տեղ ունեցել, ես կարևորել եմ մի քանի ուղղություն։ Առաջիններից մեկը հերմենևտիկական դիտանկյունն էր, որը դեռևս 1700-ական թվականներին Շլայերմախերի կրկին գերմանական իրականության մեջ կողմից էր ձևակերպվել, կարծեք թե հերմենևտիկան
հերմենևտիկական մեթոդաբանությունը վերադարձ էր կատարել կրոնականությունից դեպի արդեն հումանիտար այլ իրողությունների եւ ահա հիմի այս համատեքստում Շլայերմախերի հայեցակարգը պետք է իր շարունակությունը ստանա արդեն Վիլհելմ Դիլթայի կողմից կրկին գերմանական իրականության մեջ Եվ ինչն էր հետաքրքիր, որ Դիլթայը կարծում էր, որ իմաստները, տվյալ դեպքում նաև պատմական իմաստը, որպես այդպիսին, իրենից ենթադրում է ինչ-որ միավոր, որը սպասում է իր բացահայտմանը, այսինքն օբյեկտիվ իմաստավորմանը եւ օբյեկտիվ իմաստների վերհանմանը։ Այսպիսի մոտեցումների համատեքստում նա առաջիններից մեկն էր, որ հստակ տարանջատեց ոգու մասին գիտությունը բնագիտությունից։ Սա կարևորագույն առաջընթացային քայլ էր պատմության նաև փակուղայնությունից դուրս գալու համար, որովհետև մինչ այդ ոգու մասին գիտությունը, իսկն հումանիտար, այսօր ասում ենք հումանիտար գիտությունները, ուրեմն ոգու մասին գիտությունը եւ բնագիտությունը նույնական դաշտում էին դիտարկվում, նույն տարածքում էին դիտարկվում եւ դրա համապատասխան նա շատ հետաքրքիր ուրեմն մոտեցում ցուցաբերեց, որ ասելով, որ ոգու մասին գիտությանը հատուկ է բացատրությունը։ Օրինակի համար կա երկրաշարժ, դա կարելի է բացատրել, բայց ոչ մեկնաբանել։ Մինչդեռ դրան հակառակ բնագիտությանը, ներողություն, բնագիտությանը հատուկ է բացատրությունը։ Մինչդեռ դրան հակառակ ոգու մասին ուրեմն գիտությանը հատուկ է մեկնությունը, բայց ոչ բացատրությունը։ Եվ իհարկե հասկացումը եւ արտաքին աշխարհը հասկանալու համար ըստ ուրեմն Դիլթայի մարդուն տրված է ապրումը, որով նա ներքուստ ապրումակցելով դրսում կատարված իրողությանը կարողանում է հասկանալ դրսի իրականությունը։ Հաջորդ գործողությունը այս ճանապարհին, այստեղ ես Դիլթայի մի շատ հետաքրքիր ձևակերպում եմ ուրեմն բերել, որը ձեզ պետք կգա նաև այսպիսի հետաքրքիր ձևակերպում, որ պատմաբանը ոչ թե պետք է պարզապես վերարտադրի պատմական իրադարձության իրական պատկերը, այլ վերապրի այն ներսից։ Ինչպես տեսնում եք, արդեն իսկ դիլթայական ձևակերպման մեջ իրադարձությունների պարզապես ուրեմն ներկայացումը համարվում է ուրեմն թույլ կողմ եւ իրադարձությունները զուտ նկարագրելով պատմությունը հնարավոր չէ, ուրեմն պատմության միջից հնարավոր չէ իմաստը դուրս բերել։ Բայց հաջորդ գործողությունը այս առումով ավելի ուշագրավ ուրեմն զարգացում ստացավ նույն գերմանական իրականության մեջ արդեն նոր կանտականության հակազդեցությամբ Այստեղ ասեմ, որ նոր կանտականությունը հանդես եկավ երկու ուղղությամբ, մարբուրգյան եւ ֆրայբուրգյան դպրոցների ուրեմն առկայությամբ, տվյալ դեպքում մենք գործ ունենք Քոհենի հետ, որը մարբուրգյան դպրոցի հիմնադիրներից էր եւ որ շատ կարեւոր է նա առաջ քաշեց փաստորեն ճանաչողության հին հայեցակարգի հերկման իրողությունը եւ չափազանց կարեւոր քայլ կատարեց պատմական իրականությունը ու նաեւ պատմական փաստը ըմբռնելու համատեքստում, երբ որ նա ցույց տվեց, որ ճանաչողության առարկան ընդհանրապես եւ պատմական փաստը մասնավորապես դրանք տրված չեն, դրանք ընդհանրապես առաջադրված են։ Ինչ է նշանակում առաջադրված լինելու այս իրողությունը, տեսեք, որովհետեւ երբ որ առաջադրվածության մեջ են քննարկում պատմական փաստը, պատմական իրադարձությունը որպես այդպիսի, իրավիճակը կտրուկ փոխվում է, նկարագրությունից մենք անմիջապես մոտենում ենք խնդրին եւ ճանաչողության խնդրին այս անգամ եւ այս դեպքում եւ հետեւաբար փաստը ինչպես նախկինում էին ըմբռնում հենց պոզիտիվիզմի համատեքստում, այլևս հիմքային չէ, փաստը ելակետային է, որովհետեւ եթե սրան էլ ավելացնում ենք Դիլթայի կողմից այդ ապրումակցումի ու նաեւ մեկնաբանության իրողությունը, տեսնում ենք, որ փաստը դա ենթակա է մեկնաբանության, իսկ դա արդեն նշանակում է, որ փաստը մեխի արժեք ունի այնքանով, որքանով դու քո մեկնաբանություններն ես կարողանում ուրեմն ամրացնել միմյանց։ Միայն այս դեպքում։ Մինչդեռ պոզիտիվիզմի մեջ չափազանց կարևորվում էր փաստը։ Մինչև հիմի էլ, եթե դուք նկատեք, ձեր շրջապատում էլ կլինեն մարդիկ, որ ասում են, սա փաստ է,
Կարծեք ամեն ինչ ասված է, մինչդեռ սա փաստ է ասվածը ոչինչ էլ չի նշանակում, այո դա փաստ է, բայց այդ փաստից բացի գոյություն ունեն ուրիշ փաստեր եւ պատմաբանը պետք է մյուս փաստերի հետ եւս համահարաբերակցի։ Եվ այստեղից էլ արդեն տեսնում ենք Քոհենի ուրեմն նորամուծությունը։ Հաջորդ քայլն այս ուղղությամբ շատ նշանակալի կրկին իրականացվեց նորկանտական մյուս դպրոցի ներկայացուցիչների կողմից Ֆրայբուրգյան կամ ուրեմն Բադենյան դպրոցի ներկայացուցիչներից Վիլհելմ Վինդելբանդը եւ իր աշակերտ Ռիկերտի կողմից, Հայնրիխ Ռիկերտի կողմից, ինչով էր սա կարևոր։ Ըստ էության Դիլթայի մոտեցումից ելնելով Վինդելբանդը իր 1890 թվականի ռեկտոր նշանակվելու այդ նշանավոր ճառի մեջ արտակարգ հետաքրքիր ձևակերպման հանգեց։ Նա նույն բնական գիտությունները եւ հոգու մասին գիտությունները կրկին տարանջատեց միմյանցից, որովհետև կրկնեմ մեկ անգամ էլ նախկինում այս երկու ուրեմն գիտակարգերը կամ ուղղությունները մեկ հարթության մեջ էին դիտարկվում եւ առարկաները նույնականացվում էին։ Հիմի Վինդելբանդը իր այս ճառի մեջ պնդում է, որ առարկաները այո կարող են լինել նույնը, բայց մեթոդները պետք է տարբեր լինեն։ Տեսեք, այս Վինդելբանդյան ձևակերպման մեկ հակառակ ուղղություն էլ կար, երբ որ բնական գիտության առարկան տարբեր էր, հումանիտար գիտության առարկան տարբեր էր, բայց Վինդելբանդը հաջորդ նշանակալի քայլը կատարեց։ Առարկաները կարող են եւ տարբեր չլինել, բայց մեթոդական առումով կարող են տարբեր լինել եւ նույն առարկան կարող է տարբեր ուրեմն մեթոդների միջոցով քո գիտակարգին համապատասխան քննարկել։ Եվ այստեղից էլ նա առաջարկեց իր ուրեմն նոր մեթոդները հումանիտար առարկաներին կամ ոգու մասին գիտակարգին համապատասխան իդեոգրաֆիկ մեթոդը, որը թարգմանաբար նշանակում է գաղափարագրական եւ բնական գիտություններին հատուկ նոմոթետիկ մոտեցումը եւ որը թարգմանաբար նշանակում է օրինաժար կամ օրենքներ հաստատող։ Ինչպես ձևակերպումներից մենք տեսնում ենք արդեն, որ բնական գիտություններին հատուկ է բանաձևը, բնական գիտություններին հատուկ է ուրեմն օրենքները, օրինաչափությունները, մի բան, որոնք հատուկ չեն հումանիտար գիտություններին։ Այստեղ գերակայող է միտումը։ Սա շատ կարևոր էր այն առումով, որ պատմությունը նաև ընկալվում էր իբրև միտումների գիտություն, միտումները գիտակցելու գիտություն։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ այսպիսի սուր հակադրությունը որպես մինչ այդ դեռևս տեղի չէր ունեցել, ինչպես իրականացվեց Վիլհելմ Վինդելբանդի կողմից։ Մյուս կողմից չմոռանանք ասել, որ այս նոմոթետիկ մեթոդով հնարավոր է վերհանել պատմական ընդհանրությունները կամ պատմության մեջ կամ բնական գիտությունների մեջ ընդհանրությունները, մինչդեռ բուն պատմագիտության եւ հումանիտար առարկաների համար կարևոր է ոչ թե հենց ընդհանրականը, այլ կարևոր է եզակին։ Եզակիությունն է կարևոր, հենց իդեոգրաֆիկ համակարգը մեթոդը պատմական այդ իրադարձությունների միջից եզակիությանը պետք է ուշադրություն դարձնի եւ եզակին պետք է դարձնի հենց պատմության հետազոտության թեմա, բայց ինչպես ենք իմանում, թե որն է եզակին, դա հասկանալու համար Վինդելբանդի աշակերտներից Ռիկերտը ուրեմն ներմուծեց արդեն արժեք հասկացությունը։ Առօրյական իմաստով մի հասկացեք արժեքը։ Արժեքի ուրեմն փիլիսոփայական իրական հասկացությամբ սա ինչ էր ենթադրում, որպեսզի մենք ցանկացած իրադարձություններից կարողանանք կամ իրադարձությունների քաոսից կարողանանք դուրս բերել ուրեմն կառուցիկ մեկ իրադարձություն, պետք է անպայման հարաբերակցենք այն արժեքների հետ, այսինքն տվյալ իրականությունը պետք է հարաբերակցվի արժեքի հետ, որպեսզի իմաստ ստանա։ Հակառակ դեպքում մենք չենք կարողանա իմանալ, թե որն է իմաստավոր եւ որն է անիմաստ։ Եվ այս երկու աշխարհները, այսինքն արժեքների եւ իրականության աշխարհները հնարավոր է հենց հարաբերակցել միմյանց ու ստանալ իմաստը։ Սա Ռիկերտի ուրեմն հաջողություններից մեկն էր, որով էլ արդեն կազմակերպվում է կրկին պատմագիտական ճգնաժամի հաղթահարման մեկ ուղղություն եւս։ Բայց իրավիճակն այստեղ
չի ավարտվում, մանավանդ երբ որ օրենքների եւ զարգացման մասին քննարկումները դեռևս շարունակվում են եւ այստեղ Ռիկերտը եւս շատ կարեւոր հարցադրում իրականացրեց եւ ցույց տվեց, որ օրենքը եւ զարգացումը որպես այդպեսին արդեն իսկ միմյանց հակասում են, իրար բացառող հասկացություններ են, որովհետեւ եթե պատմության մեջ զարգացումը ըստ ուրեմն Ռիկերտի նշանակում է մշտապես ուրեմն նորի մինչ այդ չեղածի առաջացում, ապա օրենքը ճիշտ հակառակը հենվում է բազմիցս կրկնվող երևույթների ուսումնասիրության վրա։ Սա եւս մեկ փաստ է, որ պատմությունը չի կարելի ուրեմն տեղակայել օրենքների միջակայքում, իսկ եթե օրենք, հետո կտեսնենք, իսկ եթե օրենք, ապա պետք է հստակ հասկանալ, ձևակերպել, որ բնական գիտության օրենքը եւ հումանիտար գիտության օրենքը դրանք տարբեր իրողություններ են։ Եվս մեկ քայլ այս ուղղությամբ եւ նշանակալի էլի առաջադիմական քայլ իրականացվեց արդեն ֆենոմենոլոգիայի համատեքստում, ֆենոմենոլոգիական հակազդեցություններ, որի հիմնադիր ներկայացուցիչն էր Էդմունդ Հուսերլը, կրկին գերմանական իրականության մեջ։ Ինչ ուշադրություն դարձրեք, մենք խոսում ենք պատմագիտական մտքի ճգնաժամի մասին եւ տեսնում ենք, թե ինչ բուռն քննարկումներ են իրականացվում գերմանական իրականության մեջ։ Բայց հետագայում կտեսնենք, որքան էլ տարօրինակ է, ճգնաժամի հաղթահարումը չի տեղի ունենում գերմանական իրականության մեջ։ Մի խոսքով, ֆենոմենոլոգիական ուրեմն իրականությունը, որը հայերենով այժմ թարգմանում են իբրև բներևութաբանություն, բայց մենք մնանք ուրեմն ֆենոմենոլոգիական ձևակերպման շրջանակներում, ինչն էր հետաքրքիր, որ Հուսերլը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ այո, նոր կանտականները շատ ուշագրավ ուրեմն ձեռնարկում իրականացրեցին, բայց միևնույն ժամանակ նոր կանտականությունը հաջորդ պահին դառնում է արդեն խնդրեմ նույն պատմագիտական մտքի ճգնաժամը հաղթահարելու համար։ Որն էր այդ խնդրեմը, որ գիտությունների միջև գոյություն ունեցող նախկին կապը, թեկուզ նախկին կապը գերակայությամբ էր բնական գիտությունների ուրեմն առումով, բայց այդուամենայնիվ այդ նախկին կապը տարանջատված էր եւ այս երկու գիտակարգերը այլևս միմյանց հետ փաստորեն չեն համահարաբերակցվում։ Սա լուրջ խնդիր է, որովհետեւ հենց պատմագիտական մտքի հաջորդ ճգնաժամային իրողությունը գալիս է այս բնական եւ հումանիտար գիտությունների տարանջատումից եւ այդ խիստ տարանջատումից եւ դրա համար էլ նա կարևորեց արդեն կենսաշխարհի իրողությունը, որի համատեքստում այս երկու իրականությունները պետք է միավորվեն եւ շատ հետաքրքիր է, որ նա ուշադրություն դարձրեց նաեւ այն հանգամանքին, որ իրականության եւ պատմական ուրեմն ըմբռնման հետեւաբար ինքը փիլիսոփայականի համատեքստում էր քննարկում ու նաեւ պատմականով մենք կարող ենք դիտարկել այս առումով իրականության եւ մեր ըմբռնման միջև այդուամենայնիվ որոշակի տարածություն կա եւ օբյեկտիվացված վերացարկումով ենք մենք կարողանում անցյալին ուրեմն վերադառնալ, որովհետեւ այդուամենայնիվ անցյալը բարի բացարձակ իմաստով հնարավոր չի վերականգնել, բայց օբյեկտիվացված վերացարկումներով մենք կարող ենք մոտենալ դրան եւ նա առաջին անգամ, այսպես ասած, ուշադրություն դարձրեց նաեւ հետազոտության այնպիսի իրողություններին, որոնք նախկինում անտեսված էին։ Խոսքը գիտակցության ֆենոմենների մասին է, տրամաբանական ապրումների մասին է եւ գիտակցության կառույցի մասին է։ Նախկինում այս իրողությունները անտեսվել են։ Ավելի շատ ուսումնասիրության թեմա է դարձել հենց առարկան, ասենք պատմությունը, պատմական սկզբնաղբյուր։ Պատմական սկզբնաղբյուրն էր հենց հետազոտվում անընդհատ ու անընդհատ, բայց ըստ ուրեմն Էդմունդ Հուսերլի հարկավոր է հակառակ մոտեցումներ ցույց տալ, այսինքն հետազոտողի գիտակցությունն է։ Սա եւս կարեւոր է, որովհետեւ որքան տվյալ դեպքում եթե պատկերավոր ասենք, հա, որքան հետազոտողը տգետ է, այնքան էլ տգետ կլինի իր տեքստը, եւ որքան խելացի, այնքան խելացի կլինի ուրեմն իր տեքստը։ Ուրեմն մեթոդապես զինված ենք, անցյալն այնքանով մեզ համար ավելի ուրեմն խորություն է ձեռք բերում, մակերեսային չէ։ Սա էր ուրեմն ներմուծումներից ներբերած ուրեմն տեքստերից այդ իրողություններից մյուս կարևոր իրողությունը եւ հետաքրքիր է, որ աշխարհի վերակառուցելու այս ուղիների համատեքստում նա նաեւ ուշադրություն դարձրեց էպոքեի գաղափարին, որը ըստ էության կինոյի 24 կադրերի, այսպես ասած, էֆեկտ ունեցող մոտեցում էր, էպոքե հունական բառով, որ կանգնեցնել է նշանակում, որից գիտենք նաև դարաշրջան հասկացությունը հետագայում, կամ դրանից առաջ ավելի շուտ։ Ինչ էր սա իրենից ենթադրում, ըստ ուրեմն
Հուսերլի հարկավոր է պատմական ինչ-որ իրադարձություն կոնկրետ քարացնել պայմանականորեն, դետալները մանրակրկիտ ուսումնասիրել եւ հետո դա թողնել ուրեմն շրջանառության մեջ, պտույտի մեջ եւ արդեն տեսնել ընթացքի մեջ այդ իրադարձությունները։ Սա եւս կրկնում եմ կարևոր իրողություն է պատմագիտության կայացման համար, որովհետեւ այստեղ մենք տեսնում ենք նաեւ փոփոխականության եւ շարունակականության իրողությունը պատմության մեջ, որ այո կարևոր են նաեւ շարունակականության եւ փոփոխականության համադրելի ըմբռնումը։ Եվ վերջապես ֆրանսիական իրականության, որտեղ էլ հենց տեղի ունեցավ պատմագիտական մտքի ճգնաժամի հաղթահարումը։ Խոսքը Անրի Բերի մասին է, որը որքան էլ զարմանալի է, ինքը փիլիսոփա էր ու ավելի շատ գրականագիտությամբ էր զբաղվում եւ վերջում նաեւ պատմությամբ էր զբաղվում 1900-ական թվականներին նա հիմնեց համադրական ամսագիրը L'Histoire Synthèse, որի շրջանակներում հենց փորձեց իրականացնել այն, ինչը Հուսերլի ֆենոմենոլոգիայի մեջ արդեն իսկ ուրվագծվում էր, այսինքն բնական եւ հումանիտար գիտությունների ձեռքբերումները համադրել միմյանց եւ դրա համատեքստում նա շատ հետաքրքիր մի գաղափարի մոտեցավ պատմական այդ փաստի եւ կամ պատճառական հարաբերությունների ուրեմն ըմբռնման համատեքստում առանձնացնելով 3 հիմնական տեսակներ՝ պարզաջորդականության կամ պատահարային կամ կոպիտ փաստերի իրողությունը, դա պատմության մակերեսն է, մշտական կամ անհրաժեշտ փաստերն են, սա պատմության ուրեմն միջակա իրողություններն են եւ վերջապես ներքին կապակցություններն են, որոնք ըստ էության տեսանելի չեն եւ պատմագետի խնդիրն է այս ամենը դարձնել տեսանելի։ Իսկ ինչպես դարձնել տեսանելի, իհարկե այս պարզ հաջորդականության, այս կոպիտ փաստերի մշակվածության եւ մեթոդական հետազոտության արդյունքում գնալ ուրեմն անհրաժեշտ փաստերը դեպի եւ ավելի խորանալով ներքին տրամաբանական փաստերը, բայց Անրի Բերը այստեղ եւս կանգ առավ եւ այստեղ բերել եմ իր նշանավոր ուրեմն ձևակերպումներից մեկը, որտեղ նա տալիս է, որ թե որքան հեռու է հնարավոր ուրեմն տարածվել հենց այս 3 տարերի ուրեմն զուգակցություններով, տվյալ դեպքում պատահարության, անհրաժեշտության կամ տրամաբանության համատեքստում, սրանցից որը ավելի գերակայող ուրեմն կլինի, ասում է, որ մենք չենք կարող իմանալ, չգիտենք, հետազոտությունը դեռ նոր է սկսվում եւ հենց իր այս ձևակերպումը կարծեք թե մարգարեական եղավ, որովհետեւ այնտեղ որտեղ կանգ առավ փաստորեն Անրի Բերը եւ այնտեղ որտեղ կանգ էին առել գերմանական դպրոցի այս նշանավոր կերպարները, հենց այնտեղից սկսվեց եւ գործը իր լրմանը հասցրեց արդեն ֆրանսիական անալների պատմագիտական դպրոցը։ Ես այստեղ փորձեմ անջատել նորից միացնել, քանի որ արդեն խանգարում է։ Դպրոցի հիմնադիր հայրերը Լուսիեն Ֆևրը եւ Մարկ Բլոկը զարմանալի չէ, որ Անրի Բերի աշակերտներից էին եւ նրանք եւս համագործակցում էին այս ուրեմն հետազոտական գործընթացին եւ բավականին մեծ ներդրում ունեին այստեղ։ Նրանք 1929 թվականին կարողացան հիմնել ուրեմն անալների դպրոցը, տվյալ դեպքում Analyse Histoire Économique et Sociale, ուրեմն այս ամսագրի շրջանակներում հավաքելով տարբեր ուրեմն մասնագետների, լավագույնների, այսպես ասած, եւ փորձեցին նրանք ակադեմիական պատմագիտական ճշմարտություններից զատ փնտրել պատմագիտական բուն ճշմարտությունները, այսինքն այլընտրանքային տարբերակ որոշեցին իրականացնել եւ դա նրանց այդուամենայնիվ պետք է ասենք, որ հաջողվեց եւ թեպետ առաջին մի քանի տարիները մեծ հալածանքների ենթարկվեցին ակադեմիական շրջանակների կողմից, այդուամենայնիվ 33 թվականի դրությամբ դրանք արդեն բավականին հայտնի էին եւ ամսագրի անունից էլ կոչվեց անալների դպրոց, տարեգրությունների դպրոց այս անվանումով։ Հիմա տեսնենք, թե անալների դպրոցի այս ներկայացուցիչները իրենց գործունեությամբ ինչպիսի ուրեմն հզոր ներդրում կատարեցին պատմագիտության կայացման հետագա գործընթացների համար ու նաև մեր օրերում խիստ կարևոր է։ Ինչու է մեր օրերում անալների փորձառությունը խիստ կարևոր, որովհետև գիտեք պոստմոդեռնիստական այս հայեցակարգերի համատեքստում պատմագիտությունը կրկին հարցականի տակ է դրվել։ Եվ ոչ միայն պատմագիտությունը, հումանիտար գիտություններն ընդհանրապես հարցականի տակ են դրվել եւ մանավանդ նաեւ որ գիտեք որ այսօրվա դրությամբ տեխնոլոգիան ինչպիսի զարգացումներ կան։
Եվ ահա այս ճգնաժամը հաղթարելու համար ժամանակակից պատմագիտական ներկայացուցիչներից շատերը իրենց հայացքը կրկին հառել են անալների դպրոցի փորձառությանը եւ որպեսզի նրանց փորձառությունից ելնելով տեսնեն այս ճգնաժամը ինչպես կարող են հաղթարել։ Մի խոսքով Լուսիեն Ֆևեր եւ Մարկ Բլոկ, որոնց դպրոցը որպես այդպեսին պայմանականորեն կարող ենք ասել, որ գոյություն ունի նաեւ մեր օրերում իբրև 4-րդ սերունդ, բայց 4-րդ սերունդը որպես այդպեսին այլևս ֆրանսիական չէ, դա արդեն համաշխարհային բնույթի է։ Եվ այս դպրոցի ոչ պակաս նշանավոր ներկայացուցիչներից է հաջորդիվ ուրեմն Ֆերնան Բրոդելը, երկրորդ սերնդի խոշոր ներկայացուցիչ, որի մասին եւս ես կխոսեմ։ Հիմա գանք ուրեմն այս երկու հեղինակներին Լուսիեն Ֆևրը հատկապես հայտնի է իր մարտեր պատմության համար իր տեսական հոդվածների ժողովածույով եւ ոչ պակաս կարեւոր այդպիսի տեսական աշխատությամբ հայտնի է նաեւ Մարկ Բլոկը, ապոլոգի պուլիստողը, պատմության պաշտպանական մենագրությամբ, իդեպ այստեղ տեսնում եք, որ գիրքը բարեբախտաբար կա հայերեն թարգմանությամբ, որտեղ ամենայն մանրամասնությամբ տրված է պատմաբանի արհեստի ուրեմն կարևորությունը։ Տեսեք ինչ հետաքրքիր, որ պատմաբանի իբրև արհեստ է ձևակերպվում։ Այո, սա ինչ որտեղ մեր մասնագիտությունը նաև մեր համար արհեստի ինչ որ դերակատարում ունի, որովհետև այն միայն տեսական, չգիտեմ ինչ իրողությունների մեջ չէ, որ զետեղում է, բայց ես կուզենայի խոսել ուրեմն դպրոցի այս երկու ներկայացուցիչների բերած կարևոր իրողությունների մասին։ Նախ որ շատ կարևոր է բերենք ուրեմն Մարկ Բլոկի հետևյալ ձևակերպումը, որ լավ պատմաբանը նման է առասպելական մարդակերին, նա գիտի, որ որսն այնտեղ է, որտեղից մարդամսի հոտ է գալիս։ Բայց դրան հավելվում է նաև Լուսիեն Ֆևրը իր դիտարկմամբ ասելով, որ ոչ թե ուղղակի մարդը, այլ մարդկային հասարակությունները, կազմակերպված հասարակական խմբերը։ Ինչ է սա նշանակում։ Սա ըստ էության նշանակում է, որ պատմության թեման կրկին դառնում է մարդը։ Ինչու կրկին։ Որովհետև որքան էլ տարօրինակ է, դեռևս հումանիստներից եկող ուրեմն մարդակենտրոնության հայեցակարգը ժամանակի ընթացքում դուրս էր սպրտել։ Եվ հետազոտությունը կենտրոնացնելով մարդու ուրեմն վրա եւ մարդը դարձնելով հետազոտության հենց թեման, կենտրոնում դնելով մարդուն, անալական դպրոցները արդեն իսկ կատարեցին իրենց հենց նշանավոր ուրեմն ելակետային անցումը, հենց հաղթահարումը ճգնաժամի ուրեմն ճգնաժամի ուրեմն իրավիճակի, որովհետև ամեն ինչ այդուամենայնիվ առնչակցվում է հենց նաև մարդուն։ Ի վերջո մենք որ զբաղվում ենք ինչ-որ բանով, մեզանից ելնելով ենք, մեր խնդիրներից ելնելով ենք ուրեմն կարևորում։ Եվ այս համատեքստում մարդակենտրոնական իրենց հայեցակարգով առաջնորդվելով նրանք ներմուծեցին շատ հետաքրքիր ուրեմն մի իրենց ձևակերպումներով ուրեմն բերեցին 4 հիմնական կարևոր ուրեմն ձևակերպումներ, խոսքը այն էր, որ նրանք նախկինում գոյություն ունեցող իրադարձային պատմությունն է դրեցին մի կողմ եւ դրա փոխարեն խիստ կարևորեցին արդեն վերլուծական համադրական պատմությունը։ Ինչ էր սա նշանակում։ Մինչ այդ չափազանց կարևոր էր իրադարձությունը։ Այսինքն պատմությունը, երբ որ ներկայացնում է, մենակ իրադարձությունների փաթեթ էր ներկայացնում։ Իրադարձություններ, թագավորներ, սա մահացավ, սա հաջորդեց, սա կատարեց, մինչդեռ վերլուծություն որպես այդպեսին մնում էր ենթագիտակցության մեջ կամ ընթերցողի երևակայության մեջ։ Անալների դպրոցի այս ներկայացուցիչները դրանք այդ երևակայական ուրեմն իրողությունը բերեցին պատմական քննարկման տարածք եւ իրադարձային պատմությունը փոխարինեցին վերլուծական համադրական պատմությամբ, որով պատմությունը դարձավ ավելի կենթանի եւ պատական չէ, որ Լուսիեն Ֆևրը հենց այդպես էլ ձևակերպում էր կենթանի պատմություն։ Հակառակ դեպքում իրադարձային պատմությունը դա մեռած պատմություն է, որը որ պետք չէ ըստ էության։ Հաջորդ այդ նույն իրադարձության համապատասխան, այսինքն դրան իրադարձությունական այս պատմությանը համարժեք էր նաև քաղաքական պատմությունը, որով նրանք դրան հակադրեցին արդեն մարդկային համակեցության ամբողջ գործունեությունը։ Այսինքն միայն քաղաքական պատմությունը չէ, որ մեզ համար կարևոր է, մեզ կրկնենք մեկ անգամ էլ մարդուն առնչվող ամեն ինչ կարևոր է եւ եթե ուզում ենք հասկանալ տվյալ ժամանակաշրջանը մենք պետք է ամբողջի մեջ դա հասկանանք իր բոլոր տարասեր ուրեմն դրսևորումներով հանդերձ
Հաջորդը, որը ըստ էության նորություն չէր, բայց նորությունն էր իր համադրական մի քանի ավելի ծավալուն համադրականությամբ ավելի շուտ, դա միջգիտակարգային ինտերդիսցիպլինար ուրեմն մոդելներ, հայեցակարգներ։ Ինչ էր սա իրենից ենթադրում, այն ինչ որ ասացինք ֆենոմենոլոգիայի դեպքում Հուսերլը գիտակցել էր արդեն իսկ, որ պետք է համագործակցել, գիտակարգերը պետք է համագործակցեն։ Եվ ահա թե Լուսիեն Ֆևրը եւ թե Մարկ Բլոկը իրենց ամբողջ հետազոտության ընթացքում միշտ միմյանց են համադրել աշխարհագրությունը, սոցիոլոգիան, հոգեբանությունը, փիլիսոփայությունը, տնտեսագիտությունը, լեզվաբանությունը եւ բազմաթիվ ուրեմն հետազոտական մեթոդներ եւ այս գիտակարգերի ձեռքբերումները։ Ահա հենց սա էր նաեւ մյուս ու կարևոր նվաճումներից մեկը անալների դպրոցի, որովհետեւ այդպես նրանք պատմությունն ավելի ամբողջականության մեջ են կարողանում տեսնել։ Պատմության իմաստը այսպիսի բազմազանությունների համատեքստում է հնարավոր դուրս բերել դիսկուրսների ուրեմն տարածքում, իսկ դիսկուրսը ինքդ քո հետ գրեթե անհնար է։ Եվ վերջապես ոչ պակաս կարևոր ու մինչև հիմի էլ կարևոր, ես կասեի դա պատմությունն իբրև խնդիր ձևակերպելն էր։ Պատմությունը դարձրեցին այլևս խնդրակենտրոն։ Հետաքրքիր չի իմանալ, ասենք ֆրանսիական հեղափոխությունն այսինչ թվականից այնինչ թվական է։ Դա հենց պոզիտիվիստական, իրադարձային, քաղաքական պատմությունն էր, որը մերժում էր անալների կողմից։ Բայց կարևոր էր հենց այդ հեղափոխության պատճառների, իրողությունների լրիվ ուրիշ ուրեմն դաշտ, անգամ հեղափոխության մեջ կանանց դերակատարումը, երեխաների դերակատարումը, պլակատների դերակատարումը, եւ որ շատ կարևոր է պատմության հերոսը եւ մարդն էր, եւ մարդը չէր։ Առաջին անգամ պատմության հերոս կարող էր դառնալ դիցուկ լեռը։ Մի լեռան պատմություն, քաղաքը, մի քաղաքի պատմություն։ Իհարկե, երբ որ ասում ենք լեռը քաղաքը, դա չի նշանակում, որ հենց միայն դրանց պատմությունն է։ Իհարկե, դա մարդու հետ առնչվող պատմություններ։ Եվ որը պետք է իր զարգացումը արդեն իսկ ստանա, ուշագրավ զարգացում ստանա արդեն իրենց աշակերտ Ֆերնան Բրոդելի մոտ նաև։ Ֆերնան Բրոդելը, որը համաշխարհային ուրեմն պատմագիտական դեմքերից է, այսպես ասած, եւ պատական չէ, որ ամերիկացի պատմագետներից Սամուել Քինսերը նրան համարում էր այնպիսի մի կերպար, որ եթե երբևէ պատմաբաններին որոշեն Նոբելյան դափնի տալ, ապա դա միանշանակ Ֆերնան Բրոդելն է։ Եվ նա իր ուսուցիչների այս տեսական դաշտը լավագույնս յուրացնելով նրանց տեսությունների հիման վրա կարողացավ կազմակերպել արդեն պատմության հոլիստական, համալիր ըմբռնումը, հենց այս բոլոր շերտերով հանդերձ ամբողջության մեջ պատմությունը միայն կրկնում ենք իրադարձությունները չեն, պատմությունը միայն մշակույթը չի, պատմությունը միայն տնտեսությունը չի, այլ դրանք եւ ուրիշները միասին համատեղ։ Բայց Բրոդելի դերակատարումը ոչ պակաս կարևոր էր փաստորեն պատմական ժամանակ հասկացության, այսպես ասած, հայտնագործմամբ։ Որքան էլ տարօրինակ է, պարզվում է, որ մինչև 1956 թվականը, 58 կոնկրետ թվականը, երբ որ Բրոդելը հրատարակեց իր հոդվածը նշանավոր, պատմական ժամանակ ասված հասկացություն որպես այդպիսին քննարկման խնդիր չի եղել։ Ուղղակի եղել է ժամանակ եւ կարծեք թե ժամանակը մեկն էր եւ պատմական ժամանակ ասելով արդեն խնդիրը փակվում էր։ Բայց պարզվեց, որ այդպես չէ։ Դրանից առաջ 1930-ական թվականներին արդեն իսկ ի հայտ էր եկել սոցիալական ժամանակ հասկացությունը։ Մերթոնի եւ Փիթերի Մսարոկինի ուրեմն համատեղ փոքրիկ հետազոտությամբ, որի արդյունքում պարզվեց, որ կա սոցիալական ժամանակ։ Իսկ ֆրանսիական իրականության մեջ նույն Ֆերնան Բրոդելի ժամանակներում կար Գուրվիչը, որը սոցիալական ժամանակի 8 չափում նույնիսկ առանձնացրեց։ Եվ Ֆերնան Բրոդելը հրաշալիորեն տիրապետում էր հենց այս թեմային եւ սոցիոլոգիական այս ժամանակ ասվածը նա ընտրագույնս յուրացրել էր եւ հենց այս տեսության հիման վրա նա առաջ քաշեց պատմական ժամանակ կամ պատմական ժամանակի Բրոդելյան արդեն մեր օրերում հայտնի չափման իրողությունը։ Ըստ նրա պատմական ժամանակը առնվազն 3 ուրեմն միավորներից է բաղկացած։ 3 չափումներով՝ կարճ տևողություն, courte durée, միջին տևողություն, moyen durée եւ ուրեմն երկար տևողություն, long durée։ Ինչ է սա իրենից ենթադրում։ Սա իրենից ենթադրում է հետեւյալը, որ կա այդուամենայնիվ կա քաղաքական իրադարձային պատմությունը եւ դա կարճ տևողության պատմություն է, որը չափվում է տասնամյակներով,
ոչ ավել 100-ամյակից 10-ամյակների շրջանակներում։ Եվ այս համատեքստում պատմությունը սա հենց այն մակարդակն է, պատմության այն մակարդակն է, որտեղ պատմությունը սրընթաց, արագընթաց, ուրեմն process-ներ է ենթադրում։ Եվ դա մակերեսային նաև պատմություն է։ Նա պատկերավոր ասած Ֆերնան Բրոդելը համեմատում էր ուրեմն ծովի հետ, համարելով իրադարձային պատմությունը իբրև փրփուրային պատմություն։ Նա սա այլ հոդվածներում նաև ձևակերպում է իբրև ժուրնալիստական պատմություն, ժուրնալիստական ժամանակաչափ, որտեղ ուղղակի արձանագրում ես այն, ինչ որ դու տեսնում ես, այն, ինչ որ դու համարում ես իրական։ Հաջորդ ուրեմն իրողությունը դա արդեն Մոյան ձյուղերի կամ միջին տևողության ժամանակաչափումն է, որը Բրոդելը չափում էր տնտեսական կամ նյութական պատմության համատեքստում, եւ նա իր այս հայեցակարգը ձևակերպել էր ռուս տնտեսագետ Կոնդրատյևի տեսությունից ելնելով, որտեղ արդեն պատմությունը չափվում էր 100-ամյակներով, որտեղ այս պատմական այս ժամանակաչափման մեջ խիստ կարևորվում էր կոնյունկտուրան, պատահակցությունները կամ համակցությունները, եւ պատահական չէր, որ այս ժամանակաչափում, այսինքն երկրորդ տեսակը պատմության, սա համարում էր կառուցվածքային ուրեմն պատմություն։ Եվ վերջապես ըստ Բրոդելի ամենակարևորը Լոնգձյուղեն, որը նա համեմատում էր օվկիանոսի կամ ծովի ամենախորքային իրականությունը, որտեղ կարծեք թե ժամանակը կանգ է առնում։ Ի տարբերություն իրադարձային պատմության, այստեղ պատմությունը չափազանց դանդաղ է ընթանում։ Եվ պատահական չէ, որ հետագայում իր աշակերտներից Լերոյ Լաջուրին այս գաղափարի հիման վրա պետք է առաջ քաշի հենց անշարժ պատմության գաղափարը, որի մասին մենք այսօր չենք անդրադառնա, չենք խոսի։ Ուրեմն ինչն էր հետաքրքիր։ Այստեղ արդեն Բրոդելի համար կարևորում էին կառույցները, իսկ կառույցների համատեքստում մանավանդ մենտալիտետը, մտայնությունը, կամ մտակեցվածքը։ Սրանք այն ամենադանդաղ փոփոխվող իրողություններն էին, որը ուրեմն Բրոդելի համար պատմության հիմնապատճառները, որտեղ հենց կարելի էր փնտրել Բրոդելի պատմության հիմնապատճառները։ Այսինքն, եթե ծովային խորքերում ինչ որ մի բան տեղի ունենում, փրփուրները, որ իրադարձային պատմություն էր, դա ուղիղ համեմատական էր ներքևում տեղի ունեցած ամենաչնչին, ամենափոքր ուրեմն իրողություններին, բայց միևնույն ժամանակ պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ այստեղ ուրեմն այս երեք չափումները որպես այդպիսին առանձին չենք դիտարկում, այլ վերլուծության համար մեզ պետք են այս երեքը միասին դիտարկել։ Անպայման վերևից դեպի ներքև, ներքևից դեպի վերև, պատմության թե իրադարձային, թե տնտեսական եւ թե քաղաքակրթական չափումներ, այսինքն դանդաղ ընթաց պատմական իրողությունը դա հենց քաղաքակրթական պատմությունն էր, քաղաքակրթական իրողությունն էր։ Այս համատեքստում կարծեք թե պատմությունը վերաիմաստավորվում էր բոլորովին այլ հարթության մեջ, ձեռք էր բերում իմաստի նոր ուրեմն շնչառություն։ Շատ չենք ծավալվի արդեն, ես մոտենում եմ իմ ավարտին, ուղղակի սահմանումն էլ տանք այստեղ քաղաքակրթությունների հասկացության Բրոդելյան ըմբռնման, որը իդեպ ինքը տարբեր աշխատությունների մեջ այսպես վերջնական ձևակերպման չի ենթարկել, հասկանալով, որ քաղաքակրթությունը որպես այդպիսին այդուամենայնիվ անընդհատ մեկնաբանության կարիք ունեցող իրողություն է, որտեղ դա նաև ճանաչողական գործընթաց է իրենից ենթադրում, բայց այդուամենայնիվ եթե քաղելով լինենք իր տարբեր այդ ձևակերպումները, ստանում ենք հետևյալ պատկերը, որ քաղաքակրթությունը որոշակի աշխարհագրական եւ մշակութային տարածքի մեջ պարարված, ներառված որոշակի հասարակական կարգի, տնտեսական կենսակերպի, կոլեկտիվ հոգեբանության կամ մտակեցվածքի համադրական երկխոսային ամբողջություն է, որը ծավալվում է պատմության ամենաերկար տևողության համածիրում։ Ինչպես տեսնում եք, արդեն իսկ այս ձևակերպության մեջ երևում է, որ պատմությունը իբրև գիտություն դա երկխոսային գիտություն է։ Ինքը մենախոսություն չէ։ Երկխոսություն է, իսկ այսօրվա դրությամբ մենք նույնիսկ կարող ենք ասել, որ բազմախոսություն է։ Նրա համար պատմությունը ինքը ընդգրկուն իրողություն է եւ պատմության իմաստը միայն երկխոսությունների, դիսկուրսների նաեւ շնորհիվ է հնարավոր դուրս բերել։ Եվ այդ իմաստի առումով իմի կրկին վերադառնում ենք պատմության իմաստի հասկացությանը, ես այստեղ դնում եմ Կազիմիր Մայլևիչի նշանավոր սև քառակուսին, չէ՞։ Շատ հեշտ նկարվող մի պատկեր կարծեք թե եւ մի հարց, ինչ իմաստ ունի այս նկարը։
Ինչ իմաստ ունի։ Այս հարցադրումը ճիշտ ու ճիշտ այն հարցն է, ինչը որ պատմությանն է տրվում, որովհետև երբ որ մենք նայում ենք նկարին, կարծեք թե ոչ մի իմաստ չկա, բայց հաջորդիվ կարող ենք ասել նիցշեական այսպիսի մի ձևակերպումով, այս սև քառակուսու մեջ կա ամեն ինչ եւ չկա ոչինչ։ Պատմական անցյալի մեջ եւս կա ամեն ինչ եւ չկա ոչինչ։ Դիցուք սև քառակուսին, ինչպես տեսնում եք նկարի այս ճակճկած պատկերագրումները ինչ որ բան մեզ կարող է հիշեցնել, չէ, հովազի նմանեցնենք կամ չգիտեմ, եթե մի քիչ էլ խորանանք կարողանանք տեսնել նաև վրձնահարվածների ուղղությունները եւ այլն։ Իսկ եթե մի քիչ էլ նկարչական ինչ որ ունակություններ մենք ունենանք, այս նկարը մեր հարցադրումների համատեքստում ավելի ու ավելի ուրեմն կարող է բացվել։ Եվ սև քառակուսին որպես այդպիսին հենց այն խնդիրն է, որին միշտ պատմաբանը անընդհատ ուրեմն պետք է բախվի, որովհետև կա տարտամ անցյալականությունը եւ պատմաբանը պետք է այդ տարտամ անցյալականությունից կարողանա դուրս բերել անցյալը, իսկ անցյալը արդեն պետք է վերաիմաստավորի, իսկ պետք է վերաիմաստավորի անպայման իր ժամանակի համատեքստում, իր ժամանակի խնդիրներից դուրս գալով, որովհետև դու չես կարող անցյալը հետազոտել զուտ, այսպես ասած, առանց հարցադրումների, առանց ինչ-որ հարցադրում կարևորելու։ Ձևակերպում ես քո ժամանակի խնդիրը եւ հետազոտում ես անցյալը, բայց ինչպես անալների դպրոցի ներկայացուցիչներն էին զգուշացնում, պետք է ուշադիր լինել, որպեսզի քո ժամանակի ձայնը չխլացնի անցյալի ձայնը եւ կամ հակառակը անցյալի ձայնը չխլացնի քո ժամանակների ուրեմն ձայնը եւ հետեւաբար պատմությունը իմաստավորվում է իր դիախրոնիկ եւ սինխրոնիկ համաժամանակյա եւ տարժամանակյա չափումների համատեքստում։ Թերևս այսքանը Մարկ Բլոկի այս կարևոր խոսքով էլ արդեն ավարտենք մեր այսօրվա բանախոսությունը։ Նա ասում էր, որ վատ մմրնված պատմությունը, եթե զգոն չլինեն, կարող է ի վերջո վարկաբեկել նաև հասկացածը, բայց եթե երբևէ պիտի գանք դրան, ապա միայն մեր իմացական ամենամնայուն ավանդույթներից կտրուկ հեռանալու գնով, ուշադրություն դարձրեք, կտրուկ հեռանալու գնով, որովհետև մենք երբեմն դոգմատիկ ձևով ենք պատմական իրականությունը ընկալում, որ դասագրքի մեջ այսպես է սահմանված, ուրեմն հենց այդպես է, կամ այսինչ հետազոտության